Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 և հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Եվ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ նախորդ հաղորդման ժամանակ մենք չկարողացանք շատ զանգերի հեռախոսազանգերի պատասխանել, քանի որ հաղորդում արդեն ավարտվում էր, այնպես որ այս պահից սկսած, եթե դուք ունեք հարցեր պարոն Սաֆարյանին, կարող եք զանգահարել, սիրով կպատասխանենք ձեր հարցերին։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի տաղավարում կրկին լինելու համար։ Պարոն Սաֆարյան, գուցե սկսենք հետևյալից. Իգդիր Նախիջևան գազատարը փաստորեն գործարկվեց, Թուրքիայում է Ալիևը եւ այստեղ իր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց եւ պնդեց Զանգեզուրը ադրբեջանական հող է, որը միտումնավոր տրվել է Հայաստանի Հանրապետությանը եւ հիմա վերականգնվում է պատմական անարդար որոշումը փաստորեն ավարտվում է եւ այսուհետ այստեղ արևմտյան Զանգեզուրը, որը դուրս է բերվել Ադրբեջանի կազմից, նորից կմիանա Ադրբեջանի։ Սա ինչի մասին է խոսում։ Այսպես այս հռետորաբանությամբ, այս հաստատակամությամբ ինչի մասին է խոսում Ալիևի այս հայտարարությունը։ Ընդ որում այս գազատարը առիթ դարձավ, որ Էրդողանը եւս մեկ անգամ հիշեցնի, որ նրանք եղբայրական հարաբերությունների մեջ են եւ բոլոր ոլորտներում իրականացվում են համագործակցություններ։ Երեք երեկոյան ուշով հետևել եմ Ալիևի այսին եւ թուրքական արձագանքներին, ինչու՞ չէ նաեւ ադրբեջանական իրազեկության ուրեմն աղբյուրներին, հարթակներին եւ սա Թուրքիայում սպասված այց էր, քանզի բոլորս գիտենք, որ ամիսներ առաջ եւ տարբեր քաղաքական հարթակներում եւ առհասարակ որոշակի ասեկոսենների շշուկների արձագանքների մեջ պատտվում էր այն թեզը, թե իբր այն լուրը, թե իբր մեծ սառնություն կա, անջրպետ կա Ալիևի եւ Էրդողանի միջև։ Ինքս դրան չհավատալով եւ միշտ ասել եմ, որ սկսած 2016 թվականի 4-օրյա պատերազմի ավարտից հետո աստիճանաբար Ադրբեջանի Հանրապետությունը վերածում թուրքական վիլայեթի։ Ինքը սա շատ լավ գիտակցում է Ռեջեփ Էրդողանը, շատ լավ գիտակցում է նաև Ալիևը։ Այլ բան է, որ նա փորձում է դառնալ երկու տիրոջ ծառա, Ռուսաստանի եւ Թուրքիայի, եւ կարծեք թե իրեն հաջողվում է։ Ալիևի հռետորաբանություն ասելը շատ մեղմ է։ Ես չեմ ընդունում ձեր այդ արտահայտությունը, Ալիևի հռետորաբանությունը, սա Ռուսաստան, Թուրքիա, Ալիև, այս Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, այս եռանկյունու, այս տրագիկ եռանկյունու ռազմավարական քաղաքականության, այսպես ասած, սանձարձակ դրսևորումն է արդեն ակնհայտ կերպով։ Ինչու համար եմ սա ասում։ Բազմիցս կրկնել եմ, այսօր ժամանակ չունեմ կրկնելու, կարծում եմ շուտով դրա ժամանակը կգա, մեր հասարակական քաղաքական ամբողջ անձնակազմը Հայաստանի Հանրապետության, ինչու՞ չի նաև մեր պետական establishment-ը չեն ուզում պատմությունից դասեր քաղել։ Անկեղծորեն եմ ասում, ցանկացած ոլորտում եմ ասում, շուտով մենք կանդրադառնանք նաև մասնակի հարցերի։ Մարդիկ անպատրաստ կերպով իրազեկված չլինելով մեր պատմության մութ խորքերին, չիմանալով ինչ է կատարվել մեր ժողովրդի հետ, երբևիցե փորձ չանելով չհամադրել Սարդարապատը եւ Կարսը, մենք պիտի ունենանք հերոսական դրվագներ հաջորդ օրվա ապագա ապրելու համար հանձինս Սարդարապատի եւ մենք պիտի ունենանք խայտարակ ամոթանք անցյալ հանձինս Կարսի հանձման կամ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի, որոնք անմիջապես արգասիկ են, հետևանք էին Կարսի խայտարակ հանգման, ինչու՞ չի նաև այնուհետև Ալեքսանդրապոլի գրաման եւ այլ։ Եվ ասեմ ինչը գալիս է այդտեղից։ Տեսեք, Ալիևը
խոսքս Լամուկ Ալիևին է վերաբերում, Կրսեր Ալիևին է վերաբերվում, հորդորում է տարիներ շարունակ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա այն սահմանը, որը ունեցել է 1915 թվականի մայիս-հունիսին ստորագրված Բաթումի Հաշտության պայմանագրի հիման վրա։ Այսինքն շուրջ 10,000 քառակուսի կիլոմետր, 9,837 քառակուսի կիլոմետր, ուր ընդգրկված չեն Սևանի Գեղարքունիքի մարզը, ուր ընդգրկված չէ Շիրակը, ուր ընդգրկված չէ Սյունիքը, ուր ընդգրկված չի Նախիջևանը, Զանգեզուրը եւ այլ։ Լորվա մեծ մասը, գիտեք, վրացիք ունեն լուրջ խնդիրներ։ Ահա այս համատեքստում Ալիևի հորդորջանքները, սպառնալիքները խաղաղության գնալու հետ կապված արդեն ավելի սանձարձակ են դառնում, որովհետև եթե խոսքը գնում է Սարիղամիշ Նախիջևան գազամուղի կառուցմանը կամ բացմանը, ապա նա անպայման պիտի ունենա իր շարունակությունը Նախիջևանով անցնի դեպի Բաքու։ Ամբողջ խնդիրը սա է, եւ սա չնկատելու տալ, բերել ասել խաղաղության խաշմերուկ եւ այլ, գիտեք, Մեր ճանապարհները բացեն ձեզ համար։ Ողորմելի արդարացումներ ես չեմ ընդունում։ Առայժմ չեմ ուզում թիրախավորված հասցեական խոսել, բայց ես ողորմելի արդարացումներ չեմ ընդունում։ Ինչպես նաև չեմ ընդունում միջազգային շատ խնդիրներում, այդ թվում իրավական հարցակներում, մարդու իրավունքների ոլորտում ես սա չեմ ընդունում, որովհետև ունենք պատմության փայլուն օրինակ 1939 թվականին, երբ Անգլիայում հաղթեցին լեյբորիստները Չեմբերլինի գլխավորությամբ, դուք գիտեք ինչ հայտարարեց Չեմբերլինը, պիտի ընտրենք կամ արժանապատիվ խաղաղություն, կամ ուրեմն ծանր անկանխատեսելի պատերազմ, ճակերտավոր ընտրեցին արժանապատիվ խաղաղությունը, որը մեծ քաղաքագետ Ուինստոն Չերչիլի խոսքերով դարձավ եւ պատերազմ եւ ամոթաբեր խայտառակ խաղաղություն կամ ասենք ընդունելու գերմանական լուծը։ Ամբողջ բանը սա է։ Մեր դիվանագիտությունը եւ մեր պաշտպանության նախարարությունը պիտի աշխատեն non-stop regime, այսինքն անընդհատ առանց ընդմիջման։ Ինչու համար եմ ես սա ասում։ Տեսնելով Զելենսկի-Թրամփ հանդիպումը, Թրամփ-Զելենսկի հանդիպումը, ես եկա այն հետևության, որ չնայած ես միշտ էլ ունեցել եմ այդ կարծիքը, որ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կամ համապատասխան գերատեսչությունների, արտաքին գործոս նախարարության, անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության ցանկացած քայլ կամ ցանկացած, այսպես ասած, խրախուսելի ասեմ, հոգուտ հայկական ասեմ, կամ ինչ-որ օբյեկտիվ, ուրեմն բանակցություններ անպայման պիտի ավարտվեն պայմանագրով։ Անպայման պիտի ունենան պայմանագրային ելք, արդյունք, այն էլ պիտի շեշտված լինի բոլոր կողմերի պարտավորությունները հստակ մեխանիզմներով, պիտի հաշվի առնեն զսպումների եւ հակակշիռների հստակ մեխանիզմները։ Ինչու համար եմ սա ասում։ Մենք նաև Ալիևի դեպքում կնքենք պայմանագիր եւ վստահ լինենք, որ պայմանագիրը կատարվում։ Այո, հիմա շուտով կանդրադառնամ դրան։ Մենք ունենալով 1997 թվականին առաջին նախագահի ժամանակ ունենալով հայ-ռուսական բարեկամության եւ փոխադարձ օգնության մեծ պայմանագիր, չէ, ռազմավարական, ինչ խոսք որպես թղթի վերածված պայմանագիր ռազմավարական տեսանկյունից, որպես այսպես ասած white paper, այսպես ասած, շատ լավ է, շատ դրական է, բայց ես ուզում եմ շեշտեմ, մեր երկրի ղեկավարությունը նախորդ 20 տարվա ընթացքում, 25 տարվա ընթացքում տեսնելով, որ իրենց աչքի առջև ակնդետ կերպով Ադրբեջանը մի քանի միլիարդ դոլարի հասնող ռազմական փոխօգնության պայմանագիր ունի Ռուսաստանի Դաշնության հետ, այլևայլ բաներ, ես ուզում եմ տեսնեմ, մեր երկրի ղեկավարությունը այս հարցը, որը հավասարի հետ, ռազմավարական դաշնակցի հետ բարձրացրել են, այս տագնապը, այս անհանգստությունը ունեցել են, թե ոչ, իհարկե ոչ, պատասխանը ես ասեմ։ Ադրբեջանի պարագայում ես պիտի ասեմ, կրկին ու կրկին, քանի որ
Երևանի փողոցներում քայլելով հարյուրավոր հազարավոր մարդիկ ինձ մոտենում եւ անդադ հարցնում են կրկին ու կրկին ես պիտի ասեմ լայնածավալ պատերազմական գործողություններ այս պահին բացառվում է կլինեն սահմանային լարվածություններ էսկալացիաներ միգուցե բախումներ միգուցե փորձ սահմանային խախտումների վերաբերյալ ես եւս դա կարծում եմ դա էլ կարող է չլինել բայց չեմ բացառում Բայց որ Ադրբեջանի հետ մենք պիտի ունենանք, երբ որ սկսել ենք անցյալ տարվա ուրեմն մայիսի Ստավուշում սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ դա պիտի խորապես շարունակվի, ես դա աներկբա է, դա չի քննարկում, դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Ինչ խոսք դիվանագիտական ասպեկտից, դիվանագիտական տիրույթից փորձենք վերադառնալ մեր բանակաշինությանը Եվ մեր բանակաշինության գործընթացը 10 անգամ պիտի արագ կատարվի։ 2018 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, սեպտեմբերի 26-ը մենք բանակաշինության մեջ ունեցել ենք, հիմա ես ասում եմ, ունեցել ենք 0 առաջընթաց, ունեցել ենք 0 գործողություններ։ Ինչ եք կարծում, եթե կառավարության ղեկավարը հարցնում է կառավարության նիստին Պաշտպանության նախարարին օրվա ինչ պիտի անենք պատերազմի սպառնալիք եւ եթե նա առանց ծանրու թեթև անելու հայտարարում է որ նոր պատերազմ նոր տարածքներ եւ դրանով մենք հպարտանում ենք միանգամից ժպիտները գալիս մեր երեսին այնիշ տեսնում ենք որ դա այդպես չէ այնիշ տեսնում ենք որ դա բուտաֆորիա է դա թվացial դա իմիտացիա էր ընդամենը եւ մենք այսքանից հետո ուզում ենք ասել որ 3 տարի, այո, մենք 3 տարի ձեռներս ծալած, ես չեմ ուզում խոսեմ այդ ելակի հետ կապված, չեմ ուզում ներքնաշորերի հետ կապված, այդպիսի բաներ չեմ ուզում ասեմ, Քավլիցի մենք դրա ժամանակը չունենք, բայց ես ասում եմ, որ ունենալով հստակ ընդգծված արտաքին քաղաքականություն դիվանագիտական տիրույթում զսպումների եւ հակակշիռների եւ Միացյալ Նահանգների հետ եւ Ֆրանսիայի եւ Եվրոմիության տարբեր երկրների հետ ինչու՞ չի նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի հետ, մեր հարևանների, Վրաստանի հետ, մենք դրանց զուգահեռ ավելի արագ տեմպերով պիտի կարողանանք ավարտին, ոչ թե ավարտին հասցնել, բերել այն աստիճանի, բերել այն մակարդակի, այն լեվելը ունենալ, որ ասենք մեր բանակին զուգահեռ նաև որ հիմա կան արդեն տարածքային ստորաբաժանումներ աշխարհազորի, չէ, այդ լևի մասը որ կա, կամավորների եւ ես ասում եմ մեր կարծեմ ոչ միայն Վազգեն Սարգսյանը, քանի որ վերջերս իր ֆիլմն է, ծննդյանորն էր, այո, եւ այո, եթե մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղության, մենք միշտ պիտի հոգ տանենք մեր բանակի մասին։ Եթե ընտրում ենք մեր խաղաղությունը մեր ուժերով, ապա մենք պիտի անընդհատ մտածենք բանակի մարտունակության, ռազմական վերազինության, վերջերս հանդիպել եմ, տեսեք, մեր ճանաչում եք մեր քաղաքական փորձագետներից ռազմական փորձագետներից Լեոնիդ Ներսյանի հետ տեսեք այնքան փայլուն զրույց ունեցանք պարզապես չեք պատկերացնում իսկականից այնքան փայլուն զրույց ունեցանք եւ հետախուզության առումով արտաքին հետախուզության առումով ռազմատեխնիկական սպասարկման գիտեք մենք ես ինչպես որ ասացի մենք պիտի աշխատենք non-start ռեժիմով Այո, դա պիտի աշխատենք։ Եթե իրոք Հնդկաստանը այսօր կարողանում է ապահովել դա ֆրանսիական արտոնագրով, լիցենզիայով, ապա ինչու՞ չի նաև մենք չպիտի աշխատենք, ասենք, այլ երկրների հետ։ Եվրոպական երկրների հետ, կարծեմ այդ թվում նաև Բելգիայի հետ կան հնարավորություններ ունենք աշխատելու, ելի եվրոպական երկրներ կան, Չեխիա կա, Լեհաստան ունենք հնարավորություն ունենք աշխատելու, ես սա պիտի տքնաջան աշխատանքով արվի։ Ասեմ Ավելին ունեցել ենք նախկինում այսպեսի դիվերսիֆիկացված կամ բազմաթիրախ արտաքին քաղաքականություն, որը պիտի ընդգրկվի հատկապես խաղաղությունը, երկրի պաշտպանունակությունը, սահմանների անվտանգությունը, ինչու՞ չէ նաև Արցախի ինքնորոշման հետ կապված մեր ուրեմն երազային խնդիրները։ Ոչ, մենք այդպիսի արտաքին քաղաքականություն չենք ունեցել, այսօր էլ զարամախտով տառապող
շատ պետական գործիչներ, այդ թվում երկրի նախորդ նախագահները եւ երկրի արտաքին գործոս նախարարներն ու պաշտպանության նախարարները փորձում են սպիտակը ներկայացնել սևի փոխարեն, ասել, որ իրենք ինչ-որ բան ժամանակին արել են, ժառանգություն են թողել, ոչ, այդպիսի բան չկա։ Մենք զանգեր շատ ունենք արդեն, պարոն Սաֆարյան, քանի որ խոստացել ենք իսկ անցած անգամ զանգերը շատ էին, փորձենք լսել մեր հեռուստադիտողին, որից հետո ես իմ հարցը կուղեմ ձեզ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև Տիկին Պետրոսյան, վերջերս մենք հեռուստադիտողները նկատել ենք, որ խնդիր կա հեռախոսազանգերին պատասխանելու հետ, ճիշտ եք մենք նկատել հավանաբար։ Ուշ եք զանգահարում, պարզապես զանգերը հաղորդման ավարտին, դրա համար հաղորդման սկզբից որ սկսենք զանգահարել, կփորձենք կհասցնենք պատասխանել։ Հասկանալի է, բարև ձեզ պարոն Սաֆարյան, ողջունում եմ ձեզ նորտապանի եթերում, քանի որ նախընտրական արդեն շրջան է եւ այս ամենը կապված է մեր անվտանգության հետ, ես իմ հարցը կապված է դուք վերջերս նշեցիք, որ Լիլիթ Դալաքյանը հայտնի վերլուծաբան նոր շարժում է սկսել, այդ միտքը շարժում է եւ մենք հաջողություն ենք ցանկանում նրան եւ վերջերս իմացանք նոյնտապանից, որ նրան է միացել միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, որը բազմիցս ասել է նոյնտապարի եթերում, որ մեզ Եվրոպայում չեն սպասում, որը ես համարում եմ անկեղծ ասած ռուսամետ նարատիվ։ Ես կուզենայի իմանալ, դուք նախամաձայն եք, որ Եվրոպայում մեզ չեն սպասում, արդյոք Լիլիթ Դալաքյանը համաձայն է իր գործընկերոջ Դավիթ Կարապետյանի հետ, որ Եվրոպայում մեզ չեն սպասում, եւ հիշեցնեմ, որ վերջերս այդ հանդիպման ժամանակ Եվրոմիություն Հայաստան եվրոպացի մեր գործընկերները ասացին, որ ձեր գործն է դիմել, բայց մենք ձեր կողքին կլինենք ամբողջ ընթացքում, այսինքն դուք ողջունված եք դիմելու։ Հարցը այն է, արդյոք դուք տեղյակ եք, որ միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը եւ Լիլիթ Դալաքյանը միացել են իրար, եւ դուք համաձայն եք այդ ասացի հետ, որ Եվրոպան մեզ չի սպասում։ Շնորհակալություն։ Ինչ խոսք հատկապես Լիլիթ Դալաքյանի պարագայում, որ ինչ փայլուն է ճանաչում, ինչու՞ չնայել իմ խորին հարգանքը Դավիթ Կարապետյանի հանդեպ, որ այդ համակցումից, այդ սիներգիայից ես անպայման լավն եմ կանխատեսում, լավն եմ ակնկալում։ Տարաձայնություններ պետք են թիմում լինել, այդպես չի որ։ Գալով գիտեք, տեղական ընտրություններին չէ, կարծեմ, հատկապես Գյումրի եւ Փարաքարի ուշով հետևում եմ իհարկե, բայց ես պիտի ասեմ, որ ժողովրդավարության երևույթը, ժողովրդավարության ուրեմն աներկբա լինելը, ժողովրդավարության կիրառումը մեր երկրում, դա բառից բուն իմաստով վեր է ամեն ինչից։ Ես իհարկե դրան ավելի բարձր գնահատում եմ մեր արտաքին ուրեմն դիվերսիֆիկացիա քաղաքականությունը եւ մեր երկրի պաշտպանունակությունը, որովհետեւ ինչու՞ չնայել մեր ժողովրդի բազում ավանդական գծեր, չգիտեմ, մեր ժողովրդի հետ առնչվող բազմաթիվ խնդիրներ է թվում, ցեղասպանության խնդիրը է թվում, արևմտյան Հայաստանի, որի համար երևակայական Հայաստան չի, այլ ռեալ Հայաստան է, բոլորին կարող է մեկիկ ապացուցել, որ դա է, բայց ես պիտի ասեմ, որ ինքը եվրաքվեն լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Ինքս լինելով պարտադիր կերպով եվրոպական կողմնորոշման ջատագով ոչ երբեք որևէ մի կերակրատաշտից օգտվող, ես հստակ պիտի ասեմ, որ այո, ռուսական քաղաքականությունը եւ Ռուսաստանի դավադիր վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ գետնի վրա, հողի վրա բերես նրան, որ մեր ազգը այսօր ապրում է մեծ ողբերգություն կապված Արցախի հետ։ Ես պիտի ավելին ասեմ, ես դեռևս Արցախի կորուստը չեմ հաշտվում, որովհետև ես չեմ պատկերացնում, եթե Արցախի կորուստը մեր ժողովրդի շատ զավակների կարող է տանել դեպի նվազագույնը կամ կյանքի կորուստի կամ հոգեկան ուրեմն մեծ խանգարման։ Բայց Եվրաքվեի հետ կապված ես պիտի հստակ ասեմ, ինքս ունենալով հստակ կողմնորոշում եվրոպական, ես պիտի ասեմ, որ իմ իմանալով աշխատանքները շատ դանդաղ է կատարվում։ Բայց մեզ սպասում են այնտեղ հարցնալի այդպիսիներ։ Գիտեք, ես մի բան ասեմ, մեծ հաշվով իմ համար այս հանրաքվեի լինել չլինելը
այնքան էլ չեմ կարևորում ինչ բան, ոչ թե ես չեմ կարևորում եմ իհարկե, բայց ես պիտի ասեմ, եթե մեր կառավարությունը եւ մեր կառավարության այն մարդիկ, որոնք կոմպետենտ են եվրոպական, Եվրոմիության կամ տարբեր երկրների հետ հարաբերությունների հաստատման եւ զարգացման, մեծ հաշվով նրանց իրազեկվածությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան Եվրաքվեի մեջ ընդգրկված մեր գործիչների եւ փորձագետների, ուրեմն մոտեցումները, կարծիքները կամ ասենք իմացածության աստիճանը։ Ասել սպասում են թե չէ, հարցը շատ կտրուկ է դրված։ Ես կարծում եմ, եթե լինի այդ պահը, մեր կառավարությունը հստակ կարող է գնալ այդ ճանապարհով։ Եվրոպան կասեն, մեզ սպասում են թե ոչ։ 14 թվականի աշնանն էլ, երբ որ Սերժ Սարգսյանը սպասում ենք, որ նա պիտի Հայաստանի Հանրապետության նախագահը ընտրեր եվրոպական ինտեգրման քաղաքականություն, ընդամենը մեկ գիշերվա մեջ թռա Մոսկվա եւ ստորագրեց Եվրոասիական տնտեսական միությանը անդամակցելու այդ պայմանագիրը, դա Հայաստանի Հանրապետության իրավունքների եւ շահերի կոպիտ ոտնահարում էր, որտեղ մի մեծ երևույթ, եթե անմիջապես աղերս ունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սուվերենության, անվտանգության, տնտեսության եւ այլ խնդիրների հետ անպայման պիտի արվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Մեծ հաշվով ես պիտի ասեմ, որ պետք չի հապճեպ գնահատականներ տալ Եվրոքվեն անցկացնելու կամ ասել Եվրոպայում մեզ չեն սպասում, ես այդ կարծիքին չեմ։ Գործընթացները պետք է Այո, ես համոզված եմ, որ համենայն դեպս ունենալով նոր կանցլերի մոտեցումը Մենցի, չէ, election կանցլերի մոտեցումը, ունենալով Մակրոնի մոտեցումը, չէ, ունենալով Միացյալ Թագավորության ղեկավարության նախորդ եւ ներկա մոտեցումը, ես պիտի ասեմ, որ այդպիսի հայտարարություն ասել, որ Եվրոպայում մեզ չեն սպասում, մեղմ ասած հապճեպ չէ, մեղմ ասած պետք չէր։ Չնայած նորից եմ կրկնում իմ խորին հարգանքը հատկապես Լիլիթ Դալակյանի, ինչու՞ չէ նաև Դավիթ Կարապետյանի հանդեպ, կարծում եմ այդպիսի ասելը դա ճիշտ չէ, որովհետև այսօր մեր երկրում նաև տեղի ունենում հոգեբանական, փիլիսոփայական մեծ փոփոխություններ մարդկանց ներաշխարհի վրա կապված եւ մարդու իրավունքների տեսադաշտ ոլորտում կապված միջազգային իրավական հարաբերությունների բազմաթիվ խնդիրների մեջ, որոնք բոլորս գիտենք, որ այսօր էլ Եվրոմիությունը շուրջ 10 միլիոն եվրոին համարժեք մեր պաշտպանական միջոցառումների համար գումար է հատկացնում, բնագծերի համար, դիտակետերի կառուցման համար, այնպես որ այդպիսի հայտարարություններ անելը մեղմ ասած ես չեմ ընդունում։ Հիմա եթե ամփոփենք այս Ալիևի հայտարարությունը, այս հայտարարությանը պետք է լինի համարժեք պատասխան։ Պարտադիր պիտի լինի համարժեք պատասխան, առհասարակ ես պիտի ասեմ, որ նաև կարծես թե իմ հարցազրույցը համընկնում է նաև Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի հետ։ Նաև այդ դիմումը փաստորեն ստորագրվեց եւ կար նախապես պայմանավորվածություն։ Ես դեռևս անցյալ տարի երբ որ զրուցում էի Եղիշեի հետ, ինքը ինձ ասաց, որ ինքը նպատակ ունի հրաժարվել այս գործից։ Դա եղել է 2024 թվականի հուլիսին։ Դե մի թեթև փակագից բացեմ, եթե Հայաստանի Հանրապետությունում 3-4 հոգի ճանաչում են Եղիշի ընտանիքին, հոր, մոր, եղբոր, իրեն քրոջ, ապա մեկը ես եմ։ Եվ ես պիտի ասեմ, որ այն փայլուն գիտելիքները, որ Եղիշը ձեռք է բերել եւ մեր իրավաբանական մեր պետական համալսարանում սովորելու եւ Միացյալ Նահանգներում ուսանելու այն հետեւ աշխատանքի ժամանակ, գիտեք, շատ քչերին կարող եմ ասել իրավունքի փիլիսոփայության արժեհամակարգի կրող։ Գիտեք, կարող ես լինել իրավագիտության դոկտոր, չգիտեմ, կարող ես լինել ամբիոնի վարիչ, կարող ես լինել դատախազ, նարեկացուց դոկտորական պաշտպանել իրավաբանական, ոնց են ասում, գաղափարներից, չգիտեմ, կարող ես KGB-ի 37 թվի KGB-ի մասին դոկտորական են պաշտպանում իրավաբանները եւ արդարացնում են։ Այսինքն ափսոսում եք նրա հեռացումը։ Ես շատ եմ ափսոսում, իհարկե ես
բավականի ժամանակ է ԵՂՇ-ի հետ հարաբերություններ չեմ ունեցել, բայց ես համոզված եմ, որ ես նախ հույս ունեի, որ չէր ստորագրելու վարչապետը, եւ երկրորդն էլ, քանի որ ինքը արդեն նպատակադրվել էր, տրամադրված էր, բայց այն աշխատանքը, որ ինքը կատարում էր մարդու իրավունքների որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ եւ որպես նաեւ միեդում որպես մեր ներկայացուցիչ, ես պիտի ասեմ, նա փայլուն էր կատարում։ Նա ցույց է տալիս, թե ինչպես պետք է լինի այդ աշխատանքը եւ նրանով միանգամից խաչ քաշեց, որ նախորդ աշխատանքները ինչ մակարդակով են գնացել։ Այլևս չեմ խոսում այն փայլուն գրասենյակի մասին, որ պիտի ասեմ, որ ամբողջովին պարտական են ԵՂՇ-ին իր կատարած գործունեության համար։ Այլևս չեմ խոսում գերիների հետ կապված ԵՂՇ Կիրակոսյանի հստակ արձագանքը, ԵՂՇ Կիրակոսյանի մոտեցումը, այլևս չեմ խոսում բազմաթիվ խնդիրներում դատական հայցերում նրա ուրեմն աննահանջ, անդողջ աշխատանքը չթվա թե ես այստեղ եկել եմ ԵՂՇ Կիրակոսյանի անձը պաշտպանելու դրա կարիքը չկա, բայց ես պիտի ասեմ, տեսել եմ այն, ես ինքս պարտավոր էի այս բառերը ասել։ Պարոն Սաֆարյան, կա տեսակետ, որ սա Ադրբեջանի հետահերթական պահանջն է, այսինքն այսպես ասած ճակերտավոր պահանջն է, քանի որ նա մեկն էր, ում հնարավոր չէր ուղղորդել, նրան հնարավոր չէր ինչ-որ հարցերում ետ պահել։ Տեսեք, դուք եք ասում, դա մասնագիտական կողմնորոշում է, ես այդպեսի բան չասացի, հարցի նշանակետը նախ ինձ թիրախավորվել, ես դա չեմ կարող, ես իրան ճանաչում եմ որպես ինձ հարազատ մարդու, գիտելիքներին եմ որոշակի առումով տեղյակ, տեսեք, եթե սա եւս հաստատվեց, որ կարող է այսպիսի բան լինի, ուրեմն կլինի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները, որ պիտի տանեն դեպի խաղաղության հաստատման կամ խաղաղության խաչմերուկի ապահովման տարածաշրջանում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքի որպես բաղկացուցիչ մաս, ուրեմն դա կլինի ողորմելի կամ խղճուկ արդարացումներ։ Ես նորից եմ կրկնում, չեմ ուզում սրան հավատալ, չեմ բացառում, բայց չեմ ուզում սրան հավատալ, որովհետև եթե սա էլ ենք ասում, ապա մենք մեր հաջորդ քայլը պիտի լինի հրաժարվել մեր ազգային ինքնությունից։ Սա ամեն ինչը տանում է սրան։ Եվ Ալիևին պատասխանը պետք է համարժեք տրվի, Ալիևին պատասխանը պիտի համարժեք տրվի, պիտի հստակ տրվի, Ալիևին համարժեք պատասխան պիտի տան մեր պատմաբանները, պիտի տան մեր քարտեզագետները, պիտի տան մեր աշխարհագրագետները, պիտի տան մեր իրավաբանները, մեր իրավաբանների 90%-ը, մեր պատմաբանների ավելի քան 80%-ը, մեր աշխարհագրագետների եւ մեր ազգագրագետների կամ չգիտեմ, էլի մասնագետների ավելի քան 70-80%-ը հստակ ձեզ ասում եմ, ներողություն եմ խնդրում, ի վիճակի չեն ներկայացնելու այն համապարփակ փաստաթուղթը, որով Հայաստանի Հանրապետության եւ ուրեմն քաղաքացիական եւ հասարակական սեկտորը եւ մեր պետական իշխանությունը, պետությունը տան այդ համարժեք պատասխանը։ Այսինքն Ալիևին զսպելու հակափաստարկը դեռ մենք չենք գտել։ Ալիևին զսպելու հակափաստարկը ես ասացի, որը պետք է լինի։ Դա պիտի լինի առաջերտին մեր բանակը, դա պիտի լինի մեր արտաքին քաղաքականությունը։ Եթե ադրբեջանական բանակը, մի քանի անգամ ես ասել եմ ու շարունակում եմ, զգաց, որ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած է հայկական բանակը, քանակը կապ չունի այստեղ։ Խոսքս վերաբերում է մարտունակ բանակի մասին։ Խոսքս վերաբերում է ոչ բարոյալքված, ոչ հասկանում ես, այս սպոլդերը մեր երկրում դարձել է, կարծեք, վերջին 30 տարվա հոգեգեշ են ասում, այդ վուրդալակը, հուսերեն այդ բառը, որ ասում են, մեր համար մեր զինվորը ունեցել է բացասական կերպար։ Անկեղծորեն եմ ասել, տեսեք, դրան զուգահեռ գնում է Սպարապետ ֆիլմը եւ կարծես թե մարմնով մեկ մեծ հիացմունքի եւ մեծ արժանապատվության պահեր ես ունենում,
բայց կարծես թե մյուս կողմից էլ երբ որ տեսնում ես ինչով են զբաղված եղել մեր բանակի վերնախավը, դու պարզապես ապշում ես, այո, այդ պարագայում Ալիևը ինչ ասեք կարող է հորջորջել, Ալիևը ցանկացած սպառնալիք կարող է ասել, Ալիևը փորձում է խաղաղության հասնել միայն սպառնալիքների լեզվով խոսելուց հետո եւ ընդ որում ոչ թե խոսելուց, այլ փորձել մեզ պարտադրել, փորձել որպեսզի մենք այդ խայծը կամ այդ ինչ են ասում, այդ հրապրանքի թուրչունը կուլ տալ։ Մեր գերիները այդ Բաքվում ընթացող դատավարությունը ես ունեմ իմ ուրույն կարծիքը, ես պիտի նախ իմ խրախուսանքի խոսքը ասեմ տիկին, ոչ թե տիկին, մեր Բելայի բլոգերի Բելարուսից բանտարկված եւ ազատված լինելու արդիվ պիտի անպայման ասեմ եւ պիտի ասեմ մեր գործարարը տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանը ազգանվեր գործ է կատարել, ինչքան էլ ես ունեմ իմ ուրույն կարծիքը մեր բոլոր օլիգարխների հանդեպ, ընդ որում ես պիտի ասեմ, ես ունեմ իմ կարծիքը բացասական առումով։ Ինչու դարձյալ մեր պատմությունից պիտի մի օրինակ բերեմ, մենք 1915 թվականի մեծ եղերնի նախօրյակին ունեցել ենք 4 գործարար, խոշոր գործարարներ, որոնցից երկուսը Կիլիկիայից, Ադանայից եւ ուրեմն Ադանայից եւ Հալեպից եւ գիտես Նալբանդյանի մոտ երբ որ գնացել են մեր մյուս մեբոսները պատգամավորները որպեսզի խնդրեն կառավարությունում հարցը բարձրացնելու կամ օգնելու նա հրաժարվել է արդյունքում նա լրիվ կորցրել է իր ունեցվածքը եթե մեր 10-15 գործարարներ ես նկատի ունեմ խոշոր մագնատները չէ թայկունները ամերիկյան այդ բանկա չէ տերմին կա չէ հատուկ թայկունները միավորվեն եւ ունենան որոշակի գումար, երբ պետությունը կկանգնեցնի նրանց դեմ հակակոռուպցիոն քաղաքականությունը եւ այդ մոտ 5-6 միլիարդ դոլարին հասնող դրամով մենք կարող ենք ունենալ ավելի մարտունակ բանակ եւ նաեւ ավելի մեծ ներդրումներ կատարել մեր տնտեսության մեջ։ Միևնույն է, այդ սեփականությունները պատկանում են այդ գործարարներին, ոչ ոք նրանց չի խլել։ Դրանք 100-ավոր տարիներ գնալու են որպես իրենց սեփականություն։ Հիմա գալով գերիներին այդ չարաբաստիկ, ինչպես ասում են, այդ Պանդորայի արկղից անդրադառնանք, տեսեք։ Կատարվեց ուրեմն մի մեծ սխալ, կատարվեց մի մեծ խաբեություն, երբ որ 2023 թվականին սեպտեմբերին Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Դուք բոլորդ գիտեք, իմ կարծիքը ինչպես է եղել, կապված եմ եղել եւ Արայիկ Հարությունյանի հետ, եւ Ռուբեն Վարդանյանի հետ, այսօր ցավում եմ ոչ միայն այդ երկուսի համար, այլ բոլորի համար, բայց ինչպես դրանից մի քանի ամիս, մի տարի առաջ ես հանդիպել եմ Դավիթ Բաբայանին, ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում լինելով Արցախի ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական եւ ասել եմ, որ ձեր ընտրած ճանապարհը սխալ է, ոչ միայն սխալ է, այլ կործանարար է, վտանգավոր է եւ կործանարար է։ Դուք ժողովրդին տանում եք սրի եք քաշում։ Այսօր կան դրա ներկաները, որոնք մի քանի մետր են կողմ ականատես են եղել եւ ունկնդրել են մեր զրույցը։ Կատարվեց ուրեմն այդ մեծ խաբեությունը, պետական հեղաշրջումը, ես դա համարում եմ Արցախում պետական հեղաշրջում, եւ այսպես ասած հավատալով ռուսներին, չգիտեմ ինչին են ռուսների, ինչին են հավատացել առանց ծանրու թեթև անելու, խրամորթը առանց ծանրու թեթև անելու, չգիտեմ իշխանասարը առանց ծանրու թեթև անելու, ջերմուկը առանց ծանրու թեթև անելու, Սև լճի շրջանը առանց ծանրու թեթև անելու, Փարուխը առանց ծանրու թեթև անելու Շուշին եւ ընտրեցին այդ կործանարար ճանապարհը։ Ասել, որ այո, եկեք մենք մեր ցավ ապրելը, մեր բարոյական, չգիտեմ, ինչ որտեղ միգուցե նաև նյութական աջակցություն ասենք, որ սա չի քննարկում։ Բայց ես պիտի ասեմ Բելարուսի օրինակով, չէ, աղջիկա այդ մեր հայ աղջնակի Բելայի, չնայած պիտի ասեմ, որ ծանոթ լինելով նրա գործունեությանը, պիտի ասեմ, որ ինքը իր համարձակության եւ իր հանդգնության հետ մեկտեղ կար բաներ, որոնք կարող էր անել կոնսպիրատիվ կերպով։ Ինչ որ միտեղ գիտեք, եթե այո, պարոն Ծառուկյանի մոտեցումը այս հարցում ես պիտի ասեմ
շատ աննկուն եւ սկզբունքային էր եւ պիտի անպայման դրվատանքի խոսքեր ասի։ Բայց գալով գերիներին ես տեսնում եմ 3 ճանապարհ։ Իմ անձնական ճանապարհը սա է։ Օգտագործել Միացյալ Նահանգների հեղինակությունը, եթե մնացել է Փաշինյան-Պուտին կամ չգիտեմ Պուտինը ստեղ ունի շրջանակներ, որին ես չեմ հավատում, դա բարձրապես սրանք օգտագործող խաղաքարտեր են կամ ինչպես ասում են ռազմեննա մանետա մանրադրամ են եւ ինչու՞ չի նաեւ ես կարծում եմ որ այս պարագային պիտի օգտագործվի նաեւ Թուրքիայի նախագահի հետ հարաբերությունները կամ դա կլինի խնդրանքի տեսքով, դա կլինի իրականությունը բացատրելու տեսքով, որովհետեւ սա նաեւ կլինի մարդասիրական մեծ քայլ։ Ինքս տեղյակ եմ, որ եւ Դավիթ Մանուկյանը եւ Լևոն Մնացականյանը հայտարարել են, որ մասնակցել են ազգագրական պատերազմին եւ եթե անհրաժեշտ լիներ մասնակցել նորից որտեղ որ չեմ մասնակցել, եթե անհրաժեշտ լիներ անտեղ եւս կմասնակցեին եւ եթե անհրաժեշտ լինի նորից պետք է մասնակցեին։ Դե գիտեք, ես մի բան ասեմ։ Եթե մենք մոտ 25 տարի մսխել ենք բանակին հատկացված գումարները եւ նույնիսկ մենք չենք ունեցել մի զարտուղի կամ մի ստորգետնյա ճանապարհ, մենք չենք ունեցել մի զարտուղի, թեկուզ մեր ռազմաքաղաքական ղեկավարության, ես չեմ ասում 70 կիլոմետր, համենայն դեպս կարող էր այդ անվտանգության ճանապարհները, այդ ինչպես ասում են, Ասադի թունելը հիշում եք։ Lane way, հա այդ ոնց են ասում, կյանքի ճանապարհ, չէ՞։ Ասադի կյանքի ճանապարհը կարտեսա։ Եթե մենք չենք ունեցել այդպիսի մի բան, եկեք մենք չխոսանք, եւ եկեք բայց դա կլիներ փախուստ, պարոն Սաֆարյան, այդ ճանապարհը ունենալը դա խնդիրը արդեն դրված էր ցեղասպանության, իհարկե ես ունեմ իմ կարծիքը, որ Արցախը 2023 Անդրանիկ Քոչարյանն ասում է չպետք է նրան գերին Արցախը 2023 թվականի սեպտեմբերին չպայքարեց։ Արցախը նաև չպայքարեց այնպես ինչպես որ հարկը պետք է լիներ Հայաստանն էլ չաջակցեց 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Ասել եմ, կրկնեմ, Հայաստանը չաջակցեց, որովհետև Արցախի խայտառակ պարտությունը հայ ժողովրդի ռազմաքաղաքական կամ պետական կառույցների սխալ կառավարման, սխալ մենեջմենտի արդյունք էր։ Դա այլ խնդիր է, եւ ես պիտի ասեմ, որ Արցախը հայ ժողովուրդը իր պետական կառույցներով Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սկուտեղի վրա Արցախը մեր այդ սրբագույն տարածքը, մեր այդ սրբագույն սրբավայրը, ինչպես ես ասացի, սկուտեղի վրա մատաղ արեց Ադրբեջանին։ Պարոն Սաֆարյան, զանգերը շատ են, խոստացել ենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Okay, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես շնորհավորում եմ ձեր հաղորդումը եւ պարոն Սաֆարյանին։ Ուրեմն երկու հարց ունեմ, որը շատ կարեւոր է մեր հայ ազգի համար եւ ինձ 2 րոպե ժամանակ տվեք, խնդրում եմ չընդհատեք։ Առաջինը, որ մենք ունենք առայժմս հիմա հզոր բանակ եւ նվիրված ղեկավարներով, դավաճան չկա, հեռացված են։ Ունենք 25-ից 30 հազարանոց բանակ, ունենք 3 միլիոնոց կամավոր Հայաստանում հայ ժողովուրդ, որը պայքարելու իր հայրենիքի, իր ընտանիքի, ծնողների, երեխաների համար եւ հայ լեզվի համար։ Մենք ունենք 3 միլիոն Ռուսաստանում, 10 միլիոն ավելի Սփյուռքում, ամբողջ աշխարհում։ Դրանցից յետեք 1/4-ը կամավոր գա, որ 1000% կամավոր են։ Մենք չունենք 1/4-ը։ Մենք ուզում ենք 10%-ը, որ կա 2 միլիոն կամավոր բանակ ունենք։ Պարսկաստանի դեսպան ասում է, որ մենք պատրաստ ենք կռվելու Ադրբեջանի հետ, հանգիստ կրանք բան անենք։ Ֆրանսիան նույն ասում, Գերմանիան, Ամերիկան ռազմական պայմանագիր ունի։ Հնդկաստանն էլ կա։ Լավ, ձեր հարցը ձևակերպեք, որ հասցնենք պատասխանել։ Ուրեմն մեր ուզում եմ ասեմ Ալիևն էլ ասի է մեր իշխանություն, մեր ժողովրդին չվախացեն, Ալիևը կազմա ոչխարա, չիմա մեր այրուսներ իրան կսպանեն, կհոշոտեն, թող իմանա ինքը։ Երկրորդ հարցը պարոն Սաֆարյանին ամինակեսի անձնական հարցը, կուզեք պատասխանեք, կուզեք մի պատասխանեք։ Մեր հզոր Արցախը,
որ պապենական հարստություն երկիրը ապահովել են, գեղեցկացրել են, զարգացել են աշխարհում ամենագեղեցիկ բնություն ունեցող 1 բիլիոն 200 միլիոն դոլարի զենքը թողած, սաները թողած, ամեն ինչ պապենական, որ եկել է, Լավ, այդ ոնց է բոլորը թողեցին եկան, այդ 7 հոգին, որ ղեկավար են, կրվել են, չեն կրվել, լավ, հասկանալի հարցը ինչպես եղավ, որ նրանք Այո, չկարողացան ես գալ։ Առաջին հարցը, այո, հիմա այսինքն ես արդեն իսկ պարզ է, դա իմ մեր բանակին զուգահեռ, այսինքն մենք ունենք կամավորներ։ 5 տարվա իմ բոլոր հարցազրույցների մեջ ոնց են ասում, Կարմիր այսպես գիծը։ կարմիր գիծը, կարմիր թելիպես անցնում է այն միտքը, որ մենք ունենք 3 ուրեմն որակներ, որին մեր խաղաղությունը եւ մեր անվտանգությունը կարող ենք ապահովել 3 հիմնական գործոններով։ Համահայկական միասնությամբ, համահայկական միասնություն ես չեմ ասում, Ամերիկայի միտինգ անեն, բարոյական աջակցություն ցույց տան հանրահավաքներով, դա վերաբերվում է այո, Սփյուռքում գտնվող մոտ 9 միլիոն հայությունով, դա կլինի աշխարհազորի տեսքով, դա կլինի կամավորների տեսքով, որպեսզի մենք ունենանք, մենք այստեղ կարող ենք կերակրել մինչև 15 միլիոն բնակչություն։ Եվ եթե մենք նախաձեռնում ենք սա, բայց դե ես սա չեմ ասում, էլի որ մենք պետք է անենք Սփյուռքի հանձնակատարի գրասենյակով։ Սրա համար մենք պիտի ունենանք ռազմավարական լուրջ ծրագրեր։ Սրա համար մենք պիտի ունենանք մարդիկ, որոնք տեղյակ են ողջ Սփյուռքին։ Այ եթե ուզում եք իմ անձնական կարծիքը իմանալ, մեր 2 նվիրապետական աթոռները հայ եկեղեցու, մեր 2 ուրեմն մայրաթոռները եւ Էժմիածինը եւ Մեծիտան Կիլիկո աթոռը ամբողջ այդ անձնակազմը պիտի լցված լինեն համահայկական խաթարված միասնության վերականգնմանը։ Այդ թվում ակնհայտ կերպով եւ բանակին զորակցելուն, եւ խաղաղապահ ուժեր ունենալուն, եւ կամավորական խմբեր ստեղծելուն, եւ տարածքային ստորաբաժանումների, ինչու՞ չի նաեւ երկխաղացիության դեպքում նաեւ լրացնելու մեր բանակի շարքերը։ Սա մեկ, երկրորդը գալով ունենալով 1 միլիարդ 200 միլիոն դոլարին համարժեք զենք զինամթերք, գիտեք այդ թվերը տատանվում են շատ, այդպես չի որ ով ինչ ասի կարող է ասել, բայց որ ունեցել ենք բազմաթիվ մի քանի 100 միլիոն, միգուցե միլիարդ դոլարից ավելի գումարին հասնող ռազմական տեխնիկա, զենք զինամթերք, բայց քիչ առաջ կարծում եմ այդ պատասխանը տվեցի, որ մենք պարտվել ենք ռազմաքաղաքական սխալ մենեջմենտի արդյունքում 20 թվականի 44-օրյա պատերազմից մինչև Արցախի հայաթափումը, մինչև բռնագաղթը, մինչև Արցախյան ցեղասպանությունը։ Ես կարծում եմ այդ հարցին պատասխանեցի։ Եվ ինչու չկարողացան ներկա պահին գերինկած մեր այդ հայրենակիցները Արցախյան քաղաքական էլիտան, ինչու չկարողացավ գալ Հայաստան։ Ամբողջ ասեմ հետևյալը, նախ նրանց այսպես եմ ասում ես, մտավոր կարողությունները այն մակարդակը չէր, որ նրանք ղեկավարում էին Արցախը։ Այսինքն ինչպես ղեկավարեցին, այնպես էլ ինչպես ղեկավարեցին, այնպես էլ իրենք իրանց վախճանը եղավ։ Բոլորս գիտենք ինչ պարագաներում եւ ինչպես են ընտրվել, ինչպես է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում համապետական ընտրությունները։ Այնպես որ դրանք այն մարդիկ են, որոնք չունեին ինտելեկտուալ այդ մակարդակը։ Գալով ռազմական ղեկավարությանը ես պիտի ասեմ, որ միգուցե իմ խորին հարգանքը Լևոն Մնացականյանի, Դավիթ Իշխանյանի, էլի որոշ մարդկանց հանդեպ, բայց նաև Արցախի պարտված, ջախջախված ռազմական ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում գեներալ գնդապետներ, պաշտպանության բանակի փոխհրամանատարներ, պաշտպանության նախարարի տեղակալներ, ընդհանուր նախարարներ եւ այլը, նրանց այսօրվա ասածը ձայն բարբառով հանապատի է կամ մեղմ ասած 180%-ով սխալ է։ Եվ իր ազեկվածության առումով եւ նրանց մասնագիտական պատրաստվածության, նրանց քաղաքացիական կեցվածքի, նրանց հայրենասիրության եւ նրանց բարոյական նկարագրի առումով։ Նրանք այդ մարդիկ չեն։ Սա
տրամաբանական վախճան էր, որ պիտի այսպես լիներ։ Նրանք չեն հասկացել պահի լրջությունը, չեն հասկացել, ինչպես պետք է Կամ հասկանան։ հավատ են ունեցել։ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր հանրահավաքի սեպտեմբերին, սեպտեմբերին, երբ որ իրեն ասացին, ինչպես եք գնահատում Արցախում տեղի ունեցած հեղաշրջումը, ասես միայն ուրախացա։ Մարդը եւս չի պատկերացնում, այդ մարդիկ այդպես են դաստիարակվել ռևանշիստական, վրեժխնդրական մոլուցքով։ Այդ մարդիկ նույնիսկ մինչ հիմա նրանք տարածաշրջան ասելով հասկանում են միայն Հարավային Կովկասի 3 հանրապետությունները։ Նախագահները բոլորը, այդում նաև Լեոն Տեր-Պետրոսյանը, շատ դեպքերում Լեոն Տեր-Պետրոսյանի մասին են փորձում ասել գրագետ բան, գիտեք կարող է ասորերեն մի քանի բառ ավելին գիտի, արաբերեն նույնը բան, քաղաքականության մեջ մեր բոլոր նախորդ նախագահները եղել են 0 եւ 0-ից ցածր, իրենց արտաքին գործոս նախարարների հետ մեկտեղ։ Պարոն Սաֆարյան, մենք ընդամենը 1 րոպե ժամանակ ունենք, ուզում եմ այս հարցին դուք պատասխանեք։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև գնում է թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության այդ հարցը եւ ուշագրավեր Մինասյանի գրած այդ բանը, որ մի կռվեք, այսինքն որոշեք կամ գտեք թե ով կհեռացնի Նիկոլ Փաշինյանի եւ այդ պատասխանատվությունը գալով մեր երկրի նախորդ նախագահներին եւ նրանց գործունեությանը եւ ասում են, որ Սերժ Սարգսյանը Նիկոլա Բեր է, չէ, կարծեմ եւ այլ, բայց ես պիտի ասեմ, որ չեմ ուզենա խորանամ, որովհետեւ ես մի անգամ ասել եմ, մենք ունեցել ենք զոոկրատիա եւ ես չեմ ուզենա կենթանական աշխարհից եւ անասնապահությունից խոսել։ Մեր երկրի նախորդ իշխանությունների 92 թվականից սկսած մինչեւ 2018 թիվը ես ունեմ այս կարծիքը։ Եթե Նիկոլ Փաշինյանը կհանդգնի, կունենա համարձակություն, մեր ազգային շահերը առաջ կտանի, ոչ թե կընտրի ողորմելի արդարացումների ճանապարհը, ինքը կունենա կանաչ ճանապարհ 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։ Այդ նույնը նաև ես պիտի ասեմ այս երկու տեղական ընտրությունները, որը մեկնարկել են, չէ, տեղական ինքնակառավարման Գյումրիում եւ Փարաքարում, քանի որ մոտիկից տեղյակ եմ ինչ է կատարվում, տեսեք, այն մարդիկ, այդ թվում նաև նախագահները եւ այն մարդիկ, որոնք այսօր մոլուցքով տարված իշխանատենչության փորձ են արում կրկին վերարտադրվել, եթե այդ մարդկանց տեղը խուցը չի, մեկուսարանները չի, այդ թվում մեր նախագահների, տեսեք, ինչ է նշանակում Ղարաբաղը տանք հանգիստ ապրել, Սերգոջան, տվեցինք, հանգիստ ապրեցինք, Լեոն Տեր-Պետրոսյանը եղել է մի ընդամենը գիտաշխատող, եթե դու ասում ես պիտի Ղարաբաղը տանք, դուք եկաք միացում, պայքար մինչև վերջ, հիմա բարի եղեք այդ հրաշալի առանձնյակը, այդ առանձնատունը, որտեղ բնակվել է Աղասի Խանջյանը, հանձնեք եւ գնացեք գիտաշխատող ժամանակ ձեզ հատկացված բնակարանում ապրեք։ Արցախի անվան տակ մեր նախագահները, ռազմաքաղաքական ղեկավարությունը դիզել են մի քանի տասնյակ միլիարդ դոլարներ։ Գալով թե ով է ներկա կառավարությանը բերել իշխանության, ես պիտի ասեմ, որ 2015 թվականից նույնիսկ ավելի շուտ 2002-3 թվականից սկսված մեր ժողովրդի համբերության բաժակը լցված էր, բայց քանի որ սկսած 1993 թվականից մինչև 2018 թվականը բանակը եւ կարած լինի բաժիշ ջոկատները զբաղված են եղել մեր երկրում իշխանությունը պահպանվելու այսպես կոչված այդ կեղծ դոկտրինով այդ բաժիչ ֆունկցիա են ունեցել, դրա համար համբերության բաժակը լցվել է, այսպես թե այնպես, եթե 2016 թվականի ոչ բռնի հեղափոխությունը չավարտվեր Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, մեկ ուրիշի հաղթանակով էր լինելու։ Գիտեք, մի բան կա, որ մենք պիտի ճիշտ ասենք, այսօր մարդիկ գնում են, ավարտում են, մարդիկ գնում են Միացյալ Էմիրություններ, մարդիկ գնում են Քուվեյթ, մարդիկ գնում են Թուրքիայի արևմտյան ափը եւ տեսնում են այդ ֆրի զոնաները, չէ՞, ազատ առևտրի տնտեսական գոտիները ու գալիս բաներ են պատմում։ Այսինքն ժողովուրդը բերեց Նիկոլ Փաշինյանին։ Այո, եւ նաեւ մենք պիտի նաեւ ունենանք, անգամ եթե մենք չունենանք այլ ազատ գոտի, մենք նաեւ պիտի ունենանք, ինչպես ասում են, չեզոք գոտի դառնանք, ինչպես Շվեյցարիան, չէ՞, no man's land, որտեղ մենք կարող ենք հանգիստ ապրել, որտեղ մենք կարող ենք բանակի հետ կապված խնդիր չունենալ եւ կարող ենք ունենալ հստակ միջազգային հակակշռների եւ զսպումների մեխանիզմը նորից են կրկնում ֆիքսված միջազգային հստակ պայմանագրերով։ Այո, ասում եմ ու կրկնում եմ,
ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին Փաշինյանին բերեց բերեց իշխանության։ իշխանության։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան այսօրվա հաղորդման համար։ Հարգելի Ես եմ հայրենակիցներ, շնորհակալ։ այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։